Ես ենք ներկայացնում մամուլի այսօրվա հրապարակումները մեկ տողով։ Հրապարակը գրում է, որ գլխավոր շտաբը փողով բանակից ազատվելու նախագծի մասին բացասական կարծիք է հայտնել։ ՊՆ ղեկավարը դեմ է գնացել շտաբի պրոֆեսիոնալ դիրքորոշմանը։ Ժողովրդին հայտնի է դարձել, որ ազգային ժողովը գնել է հակատարիքային քսուքներ։ Ալեն Սիմոնյանը հաշվետվություն չի տալիս, ինչու է գնել պետբյուջեի միջոցներից։ Ժողովուրդը հիշեցնում է, Ալեն Սիմոնյանը դեռ 1 տարի առաջ էր հայտարարել, որ անձամբ է ինքնաթիռի բորտի տակից գրկած դիմավորելու Մատվիենկոին։ Մատվիենկոն այսօր գալիս է, փաստը գրում է, որ լավացել է բացառապես Փաշինյանի ու նրա քպականների կյանքը, ու վերջ, իսկապես վերջ։ Հրապարակը փոխանցում է, որ Արփինե Սարգսյանն իր անվտանգության հարցով խիստ մտահոգ է։ Ժողովուրդը գրում է, 2018-ին Անահիտ Ավանեսյանը դատարկ թղթեր է լրացրել, քանի որ բույքը հայտարարվել է 2019-ից սկսած։ Փաստի տեղեկություններով Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը հարթ չի ընթացել։ Եղել է արմատական տրամադրված թեւ, որը կոչ է արել դիմել կտրուկ գործողությունների։ Հրապարակը պարզել է, որ Փաշինյանը հոգևոր դասի նկատմամբ իր վերաբերմունքն արտահայտելու համար թիմում մի վարկած է շրջանառության մեջ դրել, որ Ռուսաստանը իշխանությունների դեմ պայքարելու հրահանգ է իջեցրել եկեղեցուն։ Ժողովուրդը տեղեկացել է, որ Արարատ Միրզյանը հրաժարվել է ԿՊ վարչության անդամ լինելուց, որպեսզի որևէ ձևով չխառնվի ներսի խարտավանքներին, այլևս թիմային մարդ չի համարվում։